ըստ էության ասում ենք բան, որը օգտակար է այդ կանանց։ Կյանքում կարող են լինել բազմաթիվ իրավիճակներ, երբ այդ ձեր իդեալական ամուսնուն, ով իդեալական ապահովում է ձեր ամբողջ ընտանիքը, պետք լինի օգնություն։ Ցանկացած դեպքում, ու սա վերաբերում է թե կնոջը, թե տղամարդուն, չառանձնացնենք, աշխատանքը դա ինքնաբավություն է։ Ուղղակի խորացի կոնցեպտի տոքսիկության մեջ, ինչի պիտի իմ կինը գնա, ենթարկվի աշխատավայրում ինչ որ տղամարդու։ Հա, ես գնալու եմ, ինձնից փոքր մարդիկ ասել են, ես ինչ անեմ, որտեվ երբ ես էի իրանց տարիքում, ես ուրիշ բան եմ ընտրել։ Կամ ինքը հաջողակ մայր է ու ընտանիքում սիրված կին, կամ ինքը հաջողակա կարիերա է։ Ինչի տա պետք, առողջությունդ քայքայում ես, ամուսնացի, ընտանիքի տեր դարձի։ Արի ընդունենք, հա, 5 երեխա ունեցող մաման չի կարող աշխատել, եթե օգնող չունի։ Դա անհնար է։ Բարև ձեզ սիրելի պոդքասթասերներ, սիրելի այլ կարծիքասերներ, ձեր մանուշակագույն էկրաններից ձեզ հետ կրկին Հայկան ունել են իրենց հերթական քննարկման հերթական կարևոր թեմայով։ Իսկ թե ինչ կարևոր թեմա, Նելին կասի այն բանից հետո, երբ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որովհետև որ չբաժանորդագրվեք չի ասի։ Այսօր քննարկելու ենք կարիերայի համադրությունը կնոջ կյանքում ընտանիքի հետ կամ անձնական կյանքի հետ։ Ինչու այս թեման դարավ շատ ակտուալ, որովհետև շատ անսպասելի ես ու Հայկանը ստացանք տարբեր տեսակ, տարբեր բնույթի կարծիքներ այդ հարցի շուրջ, հա, երբ մեր նախորդ էպիզոդներից մեկում քննարկում էինք, որ եթե կինը աշխատում է, հավասար ժամանակով ինչքան ամուսինը, հետևաբար եթե երկուսը ժամը 7-ին օրինակ գալիս են տուն, տան գործերը նույնպես պետք է անեն երկուսով։ Ու այդ sense բացեց մի հատ sense դարպաս դեպի ուրիշ կյանք մեր համար։ Ուրիշ իրականություն, որը ճիշտն ասած, նու պատկերացնում էինք, որ գոյություն ունի զուգահեռ մեր իրականությանը։ Բացասական կոմենտ ստացած մեր պատմության մեջ, ամենաշատ բացասական կոմենտ ստացած ռիլն է։ Ու ամենաէպիկն է, որ այդ բացասական կոմենտների ճնշող մեծամասնությունը արվում էին հենց կանանց կողմից, որովհետև չգիտեմ, այն բովանդակությամբ, որ ինչի եք ուզում տղամարդկանց կին դարձնել, տղամարդի իր դիրքում ու տեղում պետք է ուզում եք, այնտեղ մեկը գրել էր մի հատ էլ գոքնոց կապեք, ռուսերենով էր կոմենտ գրել, Նելներ գրել էր գոքնոցը պարտադիր չի, իրոք գոքնոցը պարտադիր չի, բայց մեր համար շատ հետաքրքիր էր, ինչի հենց կանայք ըստ էության ասում ենք բան, որը օգտակար է այդ կանանց։ Այսինքն կնոջ շահերից բխող ինչ-որ բան ենք ասում, ու սենց բազմազան կանայք սկսեցին ընդվզել։ Ու իրականում այնտեղ հստակ կարելի էր տեսնել մտածելակերպների մի քանի տեսակ, ինձ թվում է այդ բոլոր հարցերին կանրադառնանք, բայց նախաբան որպես ուզում եմ անպայման նշել, որ լինել աշխատող մայր, թե պարզապես մայր, թե պարզապես ձեր ամուսնու կինը, ձեր բոյֆրենդի ընկերուհին, բացառապես անձնական ընտրություն է, հա, եթե այդ ընտրությունը, ու հիմա դա էլ կքննարկենք, կայացվել է ի սրտե ու համահունչ է իրոք ձեր էությանը։ Այսինքն այստեղ ոչ մի բան չենք քննադատում, չենք ասում ճիշտ ու սխալ, ով ոնց ուզում է, թող այդպես կառուցի իր կյանքը, բայց այսօր մենք ավելի շատ ուզում ենք խոսել աշխատելու, աշխատող կնոջ ու առհասարակ կարիերա կառուցող կնոջ դրական կողմերից, հա, այդ ընտրության։ Ես վստահ եմ, որ մենք մի օր կունենանք քննարկում նաև մայրիկի հետ, ով ունի մի քանի երեխա ու չգիտեմ, նվիրել է իրան ընտանիքին միայն ու դա իրան երջանկացում է, բայց մենք այսօր ուզում ենք քննարկել աշխատելու կարևորությունը ու ինչ որ կարիերա ունենալու կարևորությունը, որովհետև էլի եմ ասում, սա անձնական ընտրություն է, բայց ամեն դեպքում ունենալ ինչ-որ գործ կամ ունենալ կրթություն, որը որ հնարավորություն է ձեզ տալիս, եթե ինչ-որ մի բան ձեր ընտրած ամուսնական կյանքում գնաց ոչ այնպես, ինչպես պետք է գնար կամ դուք կուզենայիք, վերջի կյանքում կան 1000 հանգամանքներ։ Ու ոչ ոք ապահովագրված չի այդ հանգամանքներից, այդ հանգամանքները հաշվի է պետք առնել, այդտեղ չի նշանակում Կիկոսի մահը դարձնել, չգիտեմ, ամուսնանալուց առաջ գնալ հասնել ինչ-որ դրամատիկ կետի ու ամեն դեպքում որոշել չամուսնանալ, բայց այդ պլան B-ն ու ապահովությունը, անձնական ապահովությունը ունենալ իդեմս սեփական ունակությունների, կարողությունների
այդ շատ էական է, թե կնոջ, թե տղամարդու կյանքում, այդ այսօր խոսել ենք կանանց մասին։ Կյանքում կարող են լինել բազմաթիվ իրավիճակներ, երբ այդ ձեր իդեալական ամուսնուն, ով իդեալական ապահովում է ձեր ամբողջ ընտանիքը, պետք լինի օգնություն։ Սկսած դրանից, վերջացրած կյանքի շատ տարբեր հանգամանքներից, բացի դրանից, ես ուզում եմ այսօր անպայման խոսենք նրանից, ինչա տալիս առհասարակ աշխատելը կնոջը, ու երբ ինքը ունի իր զբաղմունքը, ուստեղ խոսքը չի գնում նրա մասին, որ այդ պիտի լինի ինչ-որ փառահեղ կարիերա, ղեկավար պաշտոնի անպայման, եթե աշխատանք ապա միայն դա, իսկ եթե օրինակ չգիտեմ դու ունես ինչ-որ հոբի, որը որ դարձրել ես քո համար եկամուտի աղբյուր, այդ հաշիվ չի։ Ցանկացած զբաղմունք, որը որ ձեզ ապահովում է ինչ-որ գումարով կամ գոնե ընկալումով, որ եթե ինչ, ես սրանով կարող եմ աշխատել։ Ոչ միայն զբաղմունք, հա, միգուցե ինչ-որ կյանքի բերումով այդ զբաղմունքին հատկացնելու ժամանակ չի լինում, քո ասած ինչ-որ երեխաներ ունենալուց հետո, հա, դեկրետ է գնում, դեկրետի մեջ դեկրետ է գնում, որը լրիվ օքեյ է, բայց այդ հմտությունների, գիտելիքի, ունակությունների մասին է, ուստեղ էլի խոսքը ինչ-որ տենց վեհ ակադեմիական կրթությունների, PhD-ների, մագիստրատուրաների մասին չի խոսքը, այլ սկսած են ինչ-որ X հմտությունից մատնահարդար, օրինակ, հա, շատ ռենդոմ օրինակներ են բերում, որ make-up artist, ցանկացած բան, որ ինչ-որ X պահի կարող եք սկսել գումար եկամուտ գեներացնել, ու դուք վստահ եք, որ ինչ էլ լինի, դուք ունեք ձեզ։ Իդեմս ձեզ ունեք ներքին ու արտաքին հենարան, որը չի թողի ձեզ ինչ-որ պահի փլուզվել, ինչ-որ պահի սննկանալ, անելանելի վիճակներում հայտնվել ու մտածել, որ կյանքս կործանվեց։ Ընդհանրապես այս շատ լավ թեմա սկսեց Հայկանը, ես անպայման ուզում եի սրան անդրադառնանք, որովհետև շատ հաճախ են հարցնում, հա, շատ մոդայիկ է դարել այդ ներքին հենարան արտահայտությունը, հիմա շատ-շատերից եմ ես լսում, գտեք ձեր ներքին հենարանը։ Կամ ճիշտ ասած մեր ոդկասթներից առաջ ես երբեք չէի հանդիպել այդ արտահայտությունը, բայց այդ մասին չենք խոսում։ Ինչպես գտնել այդ ներքին հենարանը, ինչպես լինել ավելի վստահ, ոնց ավելի բարձրացնել իմ ինքնագնահատականը եւ այլն։ Ես ունեմ խոր վստահություն, որ երբ մարդ երկու ոտքերով ամուր կանգնած է, ու սա բացարձակ խոսքը նրա մասին չի, որ ես աշխատում եմ, չգիտեմ, աստղաբաշխական գումարներ կամ միլիոններ։ Երբ դուք կարող եք ձեր վրա հույս դնել ու գիտեք, որ ինչ է լինի, ես ունեմ ինձ։ Այդ հիմնական վերաբերում է մարդկանց, ովքեր ունեն իրոք աշխատանքային փորձ, տարբեր աշխատանքային փորձ, աշխատանքի վայրում հայտնվել են տարբեր իրավիճակներ, միայն աշխատանքի մասին չի իհարկե խոսքը, բայց երբ դուք ունեք միտք, որ եթե այս աշխատանքի վայրում ինչ-որ խնդիր եղավ, ինձ աշխատանքից հանեցին, փակվեց այդ աշխատավայրը, ես կգտնեմ էլի աշխատանք, ես ինձ կարող եմ պահեմ կամ չեմ կորելու կոպիտ ասած, այդ արդեն այդ ներքին հենարանի մասին է խոսում, որ դուք ունեք ինչ-որ բան, ինչի վրա կարող եք հենվել։ Ու իրականում առողջ հոգեկան այդ հենց այն հոգեկանը, որը որ կարողանում է հարմարվի տարբեր իրավիճակներին։ Ու երբ դուք մի քանի անգամ փորձ եք ունենում հարմարվել տարբեր իրավիճակներին, փոփոխել, հա, դա ստեղծում է համոզվածություն, համոզմունք ձեր մեջ ներքին, որ ես էլի եթե մի բան լինի, ես էլի տակից դուրս կգամ։ Ու այս շատ կարևոր է, հատկապես տագնապային մարդկանց համար, ովքեր տարբեր սցենարներ են ունենում վատ, հա, որ հեսա ամեն ինչը վատ է լինելու, չգիտեմ, երկրաշարժ լինելու, համաշխարհային պատերազմ լինելու, ատոմային պատերազմ լինելու, ու սա շատ ռեալ սցենարներ են, հա, որ տագնապային մարդիկ հաճախ իրանց ուղեղում պտտացնում են։ Իրականում այդ ամեն ինչի տակ ատոմային պատերազմից բոլորս ենք վախում, այդ չի հարցը, բայց խորքային այդ ամեն ինչի տակ թաքնված է այն, որ իմ ստեղծած, իմ շուրջը ստեղծած իրականությունը քանդվելու է, ու նոր իրականության հետ ես չեմ իմանալու ինչ անեմ։ Իսկ մարդիկ, ովքեր ավելի կյանքում մի քանի անգամ ունեցել են փորձ տարբեր իրականություններից իրականություն ինչ որ այդ անցնելուն, իրանք ավելի ամուր են կանգնած երկու ոտքով։ Ու այն կինը, ով վստահ է իր ուժերի վրա, ով վստահ է, որ ինքը կախված չի ոչ մեկից, ով վստահ է, որ ինքը ունի ինքն իրան, հա, բացի իր ամուսնուց, ընտանիքից, պապայից, մամայից եւ այլնից, ինքը ունի ինքն իրան, ունի ընտրության հնարավորություն, լրիվ ուրիշ կերպա կառուցում իր հարաբերությունները։ Սա բացարձակ նրա մասին չի, որ այդ բանը կայացած կանայք մտնում են հարաբերություններ, տղամարդկանց ճնշում են, չգիտեմ ինչ են անում։ Այդ կնոջն է ուղղակի դժվար ճնշելը ավելի, հա։ Կին ով որ կարող է թելադրի կոպիտ ասած ինչ որ չափով իր պայմաններով ասել, ինձ սենց հարմար չի։ Սենց հարմար չի, ու ընդհանրապես կառուցի իր անձնական սահմանները, որովհետև ցանկացած դեպքում, ու սա վերաբերում է թե կնոջը, թե տղամարդուն, հա, չառանձնացնենք, աշխատանքը դա ինքնաբավություն է։
Կարիերայում ստացած հաջողությունը, օրինակ, երբ դու ինչ-որ պրոյեկտ ես անում, երբ դու ինչ-որ պրոդուկտ ես արտադրում, երբ դու ինչ-որ գործ ես ձեռնարկում, որը սիրվում է, որը հաջողություն է բերում, գումար է գեներացնում եւ այլն, դա տալիս է ինքնաբավություն։ Ինքնաբավ մարդուն ճնշելը կամ ինքնաբավ մարդու անձնական սահմանները խախտելը շատ բարդ է, որովհետեւ դու գիտես դու ինչի ես ունակ, դու գիտես, այսինքն հստակ ինքնագնահատական է ինքը ձևավորում, որ ես այն մարդն եմ, որ այս X բանը սկզբից մինչև վերջ արել իրականացրել է ու հաջողություն է ունեցել այդ ամեն ինչը ու լիքը հարցերում ես գիտեմ ոնց ապրեմ, գիտեմ ինչ անեմ, ես չեմ կորի կոպիտ ասած։ Ու երբ հայտնում է ինչ-որ մեկը, ով փորձում է արժեզրկել, ով փորձում է ճնշել, ով փորձում է ինչ-որ բաներ թելադրել, այնքան ինքնաբերաբար ու աուտենտիկ են այդ անձնական սահմանները կառուցվում, որ նույնիսկ շատ հաճախ տենց Երևի IQ-ի խնդիր ունեցող մարդիկ միայն կփորձեն դա անել, այդ սահմանը խախտել, գիտակից մարդը հստակ կհասկանա, որտեղ է իր սահմանը վերջանում ու որտեղ է դիմացինը սկսվում։ Դրա համար այդ աշխատանքը ոչ միայն ինչ-որ եկամուտ, պարտադիր պետք է աշխատել, որ չգիտեմ, ամուսինը չնեղվի կամ դուք ունենաք ձեր ծախսի գումարը, այդ առաջին հերթին ինքնաբավությունն է։ Էլի լիքը բան է, բայց այդ ինքնաբավությունը, որ ես ինչ-որ մի բան ստեղծում եմ, ինչ-որ արժեք եմ ստեղծում, ինչ-որ օգտակար գործողության գործակից եմ մի կետում ավելացնում, ու սենց մի ամբողջական շղթա, որ էգզիստենցիալ նշանակություն ունի բոլորի համար, անկախ նրանից կին ես թե տղամարդ, մասնապես կանանց համար ես բարագայում։ Դու օրինակ փոքր տարիքից աշխատել ես։ Երբ արգելված էր օրենքով ինձ աշխատել, ես աշխատել եմ։ Չէ, այդքան շատ փոքր տարիքի նկատի չունեմ, ամեն դեպքում դու ուսանողական տարիքից ես աշխատել։ Ես նման փորձ չունեմ։ 16 տարեկանից։ Այ հիմա այդքան երկար ու տարբեր տեղեր ես աշխատել։ Հիմա այդ պատմությունները չենք պատմի, հա, որտեվ կարող ես 2 ժամ նստենք, այստեղ Հայկանը մի անգամ ստորիներով սկսեց պատմի իր աշխատանքային փորձը։ 4 օր տևեց։ 4 օր տևեց։ Օրինակ քո օրինակով Ինչ է տվել քեզ են, որ դու փոքր տարիքից սովորես աշխատես։ Դու իհարկե ինձ բարբերաբար պատմում ես այդ ռոմանտիկ պատմությունը, որ ես, որ հենց գնացի Ձիգրետ, ես չեմ աշխատելու, ուզում եմ իմ երեխաների հետ, ասենք, շատ եմ էլի ուզում տեսնել ոնց է լինելու, հա ոնց կարող մարդ ասենք 20 տարի աշխատի ու մեկ էլ որոշի, չէ, գիտես, ես այդ մի քիչ այդքան էլ ոնց որ իմը չի։ Բայց ինչ որ է, այդ օրվանն էլ կհասնենք։ Ամեն դեպքում ինչև էս պահը, ինչ է տվել քեզ քո աշխատելը փոքր տարիքից։ Նել նախ այդ անկախությունը, որ շատ հարցերում դու դառնում ես ինքնուրույն։ Գիտես, երբ 18 տարեկան, երբ արդեն չափահաս ես ու լիրավ ինքդ քո գլխի տերը կարող ես լինել օրենքով, հա, սահմանադրությամբ քո ծնողները էլ քո հոգաբարձուները չեն, այսպես ասած, հա, ապիկուն, չգիտեմ ոնց է, հա, չեմ հիշում, խնամակալ ապրես։ Ամեն դեպքում, երբ դու չունես այդ գումարը, դու մեկ այդ խնամակալության տակ ես։ Իմ համար շատ սկզբունքային է, ես այդ խնամակալության կոնցեպտից սեպարացվեմ։ Շատ էգզիստենցիալ հարցեր։ Դրա համար 16 տարեկանից ինչ որ ինչը հնարավոր էր, որ եկամուտ բերի ու չէր խախտում իմ արժե համակարգը, ու ես ստիպված չէի ինչ որ նեղվեի դրանից, ոչ թե նեղվեի, որ իմ սկզբունքներին դեմ գնայի։ Ես պատրաստ էի ցանկացած աշխատանքի ու անում էի ցանկացած աշխատանք, արդյունքում սկսեցի իմ ուսման վարձը ես վճարել, արդյունքում սկսեցի իմ հագուստին առնչվող ծախսերը ես հոգալ, ու ամեն անգամ երբ ավել գումար էր գալիս ու ես տեսնում էի, որ իմ փակած ավել ծախսերը ինձ տալիս է այդ ու չեմ վարանես բառը օգտագործեմ հզորությունը, որ ես կախված չեմ ոչ մեկից, ես կարողանում եմ պլանավորել, ես ունեմ X գումար, այդ X գումարով անել եմ A, B, C կետերը այս ամիս։ Եթե ես ուզում եմ D-ն ու E-ն էլ անեմ այդ կետերը, ինձ պետք է ավել գումար, ինչ ենք անում, մի բան անում ենք, ու անում էի։ Ու արդյունքում երբ ես համալսարանն ավարտեցի, ես արդեն ունեի ոչ գրանցված 4 տարվա աշխատանքային փորձ, ես նույնիսկ համալսարանը չավարտած ընդունվեցի արդեն գրանցված աշխատանքի։ Ու դրանից հետո այնքան հստակ ինչ-որ կոնցեպտներ մշակվում, որ հեշտ չի ոչ մի տեղ։ Այսինքն իդեալական աշխատանք փնտրել, իդեալական գործատու, իդեալական գոլեգաներ, իդեալական պայմաններ, իդեալական աշխատավարձ, իդեալական վերաբերմունք, չկա տենց բան։ Ընդհանրապես, որ եթե դու քո տեղում ես, այդ տոքսիկ մոտեցումներ կա, չէ, այդ sense չպիտի քեզ նեղություն տա, դու sense հոբի պես պետքա գնաս ամեն առավոտ ժամը 9-ին աշխատանքի ու մտածես, որ նեղություն չունի։ Ու բոլորը քեզ պետքա ժպտան, ու բոլորը քեզ իրար պետքա ժպտան, ոչ թե տոքսիկ ռեկավար պիտի չլինի, իսկ եթե տենց ուրեմն
այդ իրականում շատ մեծ միֆեր են, որոնք մեր հետևորդների շարքում էլ կան շատ մարդիկ, ով գրում են իմ աշխատանքային միջավայրը տոքսիկ է եւ այլն, այդ շատ էական է, մենք ոնց ենք ընկալում։ Ինչ ենք ակնկալում։ Ինչ աշան տոքսիկ է։ Ինչ աշան, իհարկե չեմ բացառում, որ տոքսիկ է, բայց օրինակ շատ հաճախ որակում են տոքսիկ, որ մարդիկ ինպես չեն մտածում։ Ով ասեց, որ մարդիկ ձերպես պետք է մտածեն, ով ասեց, որ բոլորը ձերպես պետք է մտածեն։ Այստեղ շատ կարևոր է ինչքանով է այդ իրանց մտածածը խախտում ձեր սահմանները։ Եթե չի խախտում, այդ մարդն իր այդ մտածելակերպի մեջ հանգիստ հով ապրում է ու երջանիկ է, ինչի է դա ձեզ անհանգստացնում։ Ես հասկանում եմ, որ հիանալի է, երբ ինչ որ ջեր միջավայր է լինում, գոլեգաները մտերիմ են լինում, այտենց փարթիներ են անում, բայց դա կարող նաև չլինի, ու շատ կարևոր է հասկանալ այդ աշխատանքի գնալու նպատակը որն է, ինչի եք դուք գնում այդ աշխատանքին, որ գոլեգաների հետ շփվեք, բնականաբար ոչ։ Դուք աշխատում եք ինչ որ նպատակի համար, դա կլինի գումարը, դա կլինի ռեալիզացիան, դա կլինի կարիերայի աճը, հա, որովհետև միգուցե դուք ավարտել եք X համալսարան, ընդունվել եք մի տեղ, որ ձեր մասնագիտությամբ աշխատանք այդ պահին մենակ այդտեղ կա, իմ սուբյեկտիվ համոզմամբ պետքա դիմանալ, որովհետև այն պահին, երբ ես աշխատանքից աշխատանք էի գնում, չնայած շատ հաճախ չեմ փոխել, բայց այս մի փոքր դրվագը կպատմեմ, հա, երբ ես 22 տարեկանում ընդունվեցի բանկ աշխատանքի ընդունարանում, ես այդ ժամանակ արդեն նախորդ աշխատանքից բերումով բավականին մեծ գումարներ էի աշխատում, հա, որովհետև աշխատում էի տուրիստականում ու նաև գիդ էի որպես աշխատում, շուտ ընդհանրապես չէի նեղվում ֆինանսից։ Ես այդ ամեն ինչը թողեցի, որովհետև հասկացա այդտեղ այս չկա, ու գնացի բանկում ընդունարանում աշխատելու շատ չնչին աշխատավարձով։ Ու ոչ միայն աշխատավարձներ չնչին, նաև ես այդ բանկում ամենափոքր տարիքով աշխատողն էի, ու այնտեղ աշխատում էին մարդիկ, ովքեր իմ հիմիկվա տարիքին են, հա, 30+, ու ես ինձ չէ երեխա էի իրանց համար։ Սա շատ թղթեր էին լցնում գլխից, չէին էլ ասում ես այդ թղթերի հետ ինչ պետք է անեմ։ Շատ եթե կոպիտ արտադրում, բանի տեղ չէին դնում։ Հիմա տարբերակ մնամ այդտեղ, ամեն օր գործից հետո գնամ տուն լացեմ, ասեմ ես բան չեմ անելու, չեմ աշխատելու տեղել, բայց հաջորդ օրը գնամ գործի։ Ես նույնիսկ չի կարող ընդմիջում անեի այդ խոհանոցում, որովհետև տենց չէին նկատում ինձ։ Ես ամենաօր դուրս էի գալիս, նստում էի այդ վերելակը, իջնում էի վստահ դեմքով, որ ես ինձ ինչ-որ սուպեր պայմանավորվածություններ ունեմ, որ սա գնում եմ ինչ-որ պրեզիդենտի հետ լանչի, դուրս էի գալիս նստում էի հովար նստարան, ինչև լանչի ժամը ասում եմ, գնում էի հետ գործի նույն վստահ դեմքով։ Բայց արդյունքում սկսում է շփվել մարդկանց հետ, շուտ տնօրինություն փոխվեց, շուտ դրվածքներ փոխվեցին, ու այդ ընթացքը կարա լինի ամեն տեղ։ Այսինքն այդ իդեալականացված, այդ կոնֆետը, ոչ միտեղ պոնիներ չկան, ոչ միտեղ լոլիփոփեր չկան։ Հարց պետք է լինի, ինչի համար եմ ես գնում այս աշխատանքին։ Ես գնում եմ այդտեղ, որովհետև Հայաստանում եզակի միջազգային կառույցներից էր, որտեղ ես հնարավորություն ունեի շփվել մարդկանց հետ, ովքեր դրսից են եկել, ովքեր ունեն դրսի մենեջմենթի փորձ, ովքեր ունեն գիտելիք, որը ինձ անհրաժեշտ էր։ Ու ես համարում եմ այդ 5 տարվա փորձը, որը իրականում իմ լավագույն գործատունը մինչ այսօրը, ես համարում եմ մի հատ մեծ դպրոց, որ ինձ սովորացրել է բիզնես, ինձ սովորացրել է բիզնես էթիկա, այսինքն պետք է հասկանալ ինչ եք ուզում դուք ստանաք այդտեղից։ Սկսել են կերտից, երբ որ թղթեր են վրա լցնում։ Այո։ Հիշում ես, որ Դյավոլ նոսիտ Պրադան նոր դարձել էր մոդայիկ, ինքը շատ հստակ բաժանվում էին այդ ֆիլմը նայողները երկու կատեգորիայի, մարդիկ ովքեր ասում են, օ, ինչ ճիշտ արեց, որ աշխատանքից դուրս եկավ, որովհետև դա իր սկզբունքներին ինչ որ դեմ աշխատանք էր։ Ես միշտ այն մարդկանցից էի, ովքեր ասում էին, որ ֆանտաստիկ կարիերա այդտեղ էր, որտեղ այդ ինչ որ ու այնտեղ նեղացնում են մի քիչ թարսեն վրաս նայում ու ինչ որ իմ ղեկավարը իրան նենց չի պահում, ոնց ես իրանից ակնկալում եմ, որ պիտի պահի, այդ շատ մանկական պոզիցիա է, իմ կարծիքն է, հա։ Որովհետև Միրանդային էին տոքսիկ անում, բայց ամենատոքսիկը այդ աղջկա ընկերներն էին, ովքեր իրան տենց ինչ որ пассив ագրեսիայով, ինչ որ գեզլայթով դու մեր հետ չէ շփվում, դու փոխվել ես, այսինքն մարդը անձնային աճ էր հստակ ապրում, իր հին շրջապատը պրոստը հետ քաշեց իր նույն ճահիճի մեջ։ Այդտեղ գիտես, ուղղակի հստակ ինչի համար այդ օրինակը բերեցի, որ կա բացատրություն ինչի համար եմ ես օքեյ դիմանում ամեն օր դիմանում, հա ամեն օր ամեն առավոտ գնում եմ աշխատանքի ու դիմանում եմ, բայց դիմանում ինչ որ նպատակի համար։ Ու բանասորը քեզ հարցազրույցի կանչած լինեմ, բայց ես գիտեի որ այդ звездные օրը գալու է իմ համար։ Բայց այդ հարցն եմ ուզում տամ, ուզում եմ անկեղծ պատասխանես։ Այդ քո ամբողջ աշխատանքային կյանքի ընթացքում եղել են պահեր, որ դու քեզ զգացել ես զոհի դերում, ինչի պիտի ես աշխատեմ, իսկ ինչ որ մեկը չէ։ Չեմ կարող ասեմ չի եղել, բնականաբար եղել անել, բնականաբար եղել է ու նույնիսկ շատ է եղել,
հա, այն պահին, որ տեսնում ես ինչ որ քո հասակակիցներ, նույն 20-21 տարեկանում, ու դեռ ծնողներն են ապահովում, ովքեր համալսարանը նոր ավարտել են, որոշել են հանգստանան մի 2 տարի, ում չգիտեմ, ես հանգստանալու են գնում, ինչ-որ սրճարաններ են գնում, որ ավարտելուց հետո հանգստացել են։ Հա, մենք կուրսում ունեինք, սա քննադատություն չի, հա, դա էլ իրանց ընտրությունն է, մենք կուրսում ունենք մարդիկ, ովքեր ավարտելուց հետո որոշել են ես մի 2 տարի կհանգստանամ, կարող է հետո մագիստրատուրա գնամ, այսինքն իրանք այդ ուսման process-ը, մարդիկ մինչև 30 տարեկան այդ ուսման process-ը շարունակեցին, հետո ամուսնացան, այդ ուսումը իրանց որևէ կերպ պետք չեկավ, միգուցե ինչ-որ մի օր պետք է, բայց աշխատանքային փորձ որպես այդպեսին ձեռք չբերեցին։ Ու ես նայում եմ, որ ես առավոտը 10-ին պետք է արթնանամ, գնամ աշխատանքի, անձրև է գալիս կամ ձյուն է գալիս կամ -28 է դուրսը, ինչ որ մեկը այդ -28-ին որոշել է, որ պետք է գնա Էմիրատներ հանգստանալ, բայց ես պետք է գնամ այդ աշխատանքին։ Այդ 21-22 տարեկան երեխու հոգեբանության համար ինքը ծանր է, որ դու չես հասկանում, բախի իմ մոտ տենց չի։ Այլ ճիշտ դու հասկանում ես, բայց այդ տարիքում ես ամենայն դեպս չունեի ռեֆլեքսիան, որ սա դեռ մոտ տենց է։ Ինձ նեղող պահեր իհարկե կային, բայց ես հստակ գիտեի ինչի եմ դա անում։ Հստակ գիտեի, որտեղ ես էլ կարայի շարունակեի մագիստրատուրան, որը ընդունվել էի արդեն, բայց մագիստրատուրայի հետ չէի կարողանալու full դրույք աշխատել։ Իսկ ես կես դրույքով իմ պահանջները աճել էին արդեն այնքան, որ կես դրույք աշխատանքով աշխատած գումարը ինձ չէր բավականացնելու։ Ու ես մագիստրատուրա գնալու փոխարեն գնացի սկսեցի աշխատել։ Ընդհանրապես չեմ դժգոհում, ընդհանրապես չեմ փոշմանում, բայց հա իհարկե եղել են տենց պահեր։ Բայց շատ կարևոր է այդ պահին քեզ ինձ հանես այդ մտքերի ու այդ զոհի կարգավիճակի ծուլվելու process-ից, ասես օք ես էլ այս ճանապարհը ունեմ ու ես նպատակ ունեմ ստեղ։ Ես այս հարցը քեզ ինչի եմ տալիս, որովհետև իմ համար ամենատարօրինակը այդ անդառնալու ինչ տեսակ ռեակցիաներ էին, հա, այդ ռիլին եղել, ամենատարօրինակ ռեակցիան հələ տղամարդկանց է հետ, որ ինչ որ տղամարդիկ կային, որ ասում էին նորմալ տղամարդը չպիտի թողի, որ իր կինը աշխատի, ինչա նշանակում գնա ինչ որ մեկի ձեռքի տակ աշխատի, ինչ որ մի տղամարդու ձեռքի տակ պատկերացնում, այդ չէ, դու ուղղակի խորացի այդ կոնցեպտի տոքսիկության մեջ, ինչի պիտի իմ կինը գնա, ենթարկվի աշխատավայրում ինչ որ տղամարդու։ Բայց կային կանայք, որ նույն բանն էին գրում։ Ոչ Երանի ձեզ, որտեղ այնտեղ աղջիկներ կային, հա, ինչ որ ձիբատներ էին սկսել կոնկրետ աշխատելը շատ լավ բան է եւ այլն, հա, իր կյանքով, հա, իր կյանքով ինչ որ մարդիկ ապրում էին ու շատ աղջիկներ կային, ովքեր այդ աղջիկներն ովքեր ասում են, չէ, բայց աշխատելը լավ բան է եւ այլն, գրում են ոչ Երանի ձեզ, այլ որ նորմալ տղամարդու հետ ամուսնանայիք, ով որ ձեզ թույլ չէր տա, որ դուք աշխատեք, ով որ կապահովեր ձեզ նորմալ, հո տենց տաժանակիր կյանքով չէիք ապրի ու շատ կանայք կան, որ մտածում են, որ երջանկությունը այնտեղ է, որտեղ տղամարդը կոպիտ ասած քո սա հարցերը լուծում է, իսկ դու ամամը красивая է։ Ես այս արտահայտությունը շատ եմ սիրում։ Ես էլ։ Ու նման կանայք, թե անձնական ընտրությունը բնականաբար դա չենք քննարկում, բայց աննկարագրելի տոքսիկ այտենց ազդեցություն են ունենում են կանանց վրա, ովքեր որոշել են, որ պետք է աշխատեն։ Ու այդ իմ համար այնքան տարօրինակ է, որ այսինքն քո սեփական ցանկությունը կայանալու ու ինչ որ մասնագիտություն ունենալու, ինչ որ մի մասնագետ քեզ այնց ներկայացնելու, հա, քո ասած ինչ որ արժեք ստեղծելու ցանկությունը դիտարկվում է որպես որ այդ ինչ որ sense դարդա, վատ կյանքից է, հա։ Դե ուրիշ ընտրություն չունենայր, որ ուրիշ ընտրություն ու ավելի վատ։ Բոլորը ասում են, որ իրական հիմա դու, հա, ես ու դու, որ հիմա նստած ենք, ասում ենք, որ աշխատելը լավ է։ Ուղղակի ցավոք տենց մարդ չկա հիմա, որ մեզ հա, բանը հակասի, հա, ես կլինեմ իրանց փոխարեն։ Պսիխոդրամայի կան։ Ասում են, որ դու եթե անկեղծ լինես ինքդ քո հետ, դու էլ ես ուզում, որ քեզ պահեն։ Դու էլ ես ուզում ոչ մի բան չանես։ Ես էլ եմ, ինձ էլ շատ ասել։ Բայց դու ուղղակի թույլ չես տալիս ինքդ քո հետ անկեղծ լինել։ Ու ոչ թե թույլ, գիտես ինձ ինչ են նաև ասել, որ ոչ թե թույլ չեմ տալիս ինքս իմ հետ անկեղծ լինեմ, այլ ուղղակի այդ հնարավորությունը չունեմ, որտեղ տղամարդ չկա իմ կյանքում։ Իսկ եթե լիներ, դու կուզենայիր, որ ոչ մի բան մենք ապրում ենք Հայաստանում, բոլորս ունենք բազմազան բարեկամներ, ծանոթներ, հարազատներ, մեկ-մեկ ճակերտներով ու երբ դու սկսում ես ինչ-որ աշխատել ու այնպես էր ստացվել, որ չգիտեմ, այդ ընդունվելուց 2 տարի հետո ես փոխվեցի արդեն գնացի մարքեթինգ ու այնքան շատ էր լինում գործը։ Ես մինչև ժամը 11-12-ը կարող եմ մնալ աշխատանքի վայրում ու մեր բանի կորպորատիվ մեքենայով վարորդը
Բերեր ինձ տուն, որտեվ այդ ժամին տաքսիով չէին ուզում գայ տուն, ինչ-որ կորպորատիվ հոգատարություն կար մեր մոտ։ Այդտեղ հարևանների բամբասանք ամեն օր մի ավտոյով ա գալիս տուն, որտեվ իրենց համար ավելի նախընտրելի կլներ, եթե ժամը 12-ին մարշրուտկայով գայ տուն։ Այդ ավելի բարոյական գնայվ էր ու այդ ճնշումը, որ ինչի տա պետք առողջությունդ քայքայում ես, ամուսնացի ընտանիքի տեր դարձի, հա, ու այնպեսի տպավորություններ, որ ես ինչ որ տենց աննկարագրելի մերժում եմ ընտանիքի ինստիտուտը, որ ինձ պետք չի։ Ու քանի որ էլի այդ տարիքում դու փոքր ես, դեռ չես սովորել անձնական սահմաններդ հստակ կառուցել, ինչ որ խնդիրներ ունես, բնականաբար չփակած գեշտալտներ ունես եւ այլն, այդ աննկարագրելի ազդում էր ու հա դու էլ ես մտածում, որ դե իրոք կարողա պետքա ամուսնանամ, ասում եմ իմ երջանիկ աշխատանքը թողեմ ամուսնանամ, գնամ, չգիտեմ ինչ լինի հետս, որովհետեւ ամեն դեպքում ես իմ շրջապատում չունեի այն ամուսնացած մոդելը երջանիկ ընտանիքի, որ ասեի, դե в принципе ստեղ էլ է լավ, հա, ընդհանուր առմամբ էս էլ վատ չի, հավասար ընտրությունն է, իմ համար այնքան անհավասար ընտրություններ դա, որովհետեւ ես որևէ երջանիկ ամուսնացած զույգի օրինակ իմ աչքի առաջ չունեի, ու այդ չերջանիկ ամուսնացած կանայք, ովքեր ինձ անընդհատ խղճում էին, որ չունես, հա, ուզող, այն որ չունեմ, սա չուզող են, քո նման, դե արի մի ասա, ու այդ շատ ճնշող էր, շատ ճնշող էր, բայց էլի ինչ որ իր հետևանքները թողում է, բայց բացառապես ընտրության հարցը դու ինչ ես ուզում այս կյանքից, ու հիմա այդ նույն մարդիկ նայում ասում են, չգիտեմ, դե մեռար աշխարհը մանգալով հերիքա ամուսնած, չգիտեմ չի, ինձ տվայտված իմ երեխա հետ գցելու հարցով, բայց մեկը այտենց որևէ կերպ չեն կենտրոնանում, որ իրանք էլ ինչ-որ բան միգուցե իմ կյանքից վերցնեն նախքան իրանք կյանքի մոդելը ինձ թելադրելը, հա, այն որ sense նայում ես, այն որ չունես, հա, ուզում ես ասես չունես, հələ միլիոններ, հա, չես աշխատել, հələ չես գնացել Եվրոպան, ուզում ես դու էլ իրանց խղճած, բայց դու քեզ թույլ չես տալիս այդ անել, որովհետև ամեն դեպքում տարբեր մարդիկ եք նկատնում, հա, շատ ազդող է այդ կողքի սոցիալական ճնշումը, որ դու նմանվես ու ձուլվես այդ ընդհանուր հասարակական ստանդարտին, լինես իրանցից մեկը, չշեղվես, որովհետև կա հստակ առաքելություն, կան հստակ ձևավորված նորմեր, որ ինչի պիտի դու շեղվես այդ համակարգից, ու ընդհանուր առմամբ չեմ թաքցնի, իմ ընտանեկան համակարգն էլ է այդպիսին եղել, հա, թե հայրական կողմից, թե մայրական կողմից, կանանցից ոչ մեկ կարիերիստ չի եղել, երևի բացառությամբ մամայիս, ով նույնպես այն թվերին նույնիսկ տենց բավականին ուշ է ամուսնացել, շատ բարդ է այդ ամեն ինչին դիմակայել, բայց հիմա ի տարբերություն նրա, երբ ես էի 20 տարեկան, այդքան վառ արտահայտված չի, ժամանակ շատ վառ արտահայտված էր, որովհետև ոնց դու դիպլոմով ավարտել ես, բախի չես ամուսնանում, բա ինչը տեն չի, ուրեմն մի բան են չի, ուրեմն տակը մի բան կա հաստատ, որ սրան չեն ուզում, սրան չի, ու այդ արտահայտությունները, սրանք ցիտատներ են, որոնք ես լսել եմ իմ հասցեին, որ սրա այդ հաստատ մի բան են չի, եթե չեն ուզում տանում, չգիտեմ, շուտ տենց ծլած կարտոշկի տպավորություն էի թողում, որ մնացել եմ պոլկին, ոչ մեկ չի նայում նրանց, բայց դե հա Հետո գիտես, իրականում շատ աղջիկներ մեծանում են այն մտքով, որ ալճիշ չեն մեծանում են մտքով, որ իրենք կարող են ինչ-որ բան ինքնուրույն ստեղծել ու ինքնուրույն անել։ Այդ մեսեջները փոքր տարիքից, որ դու ինքդ քեզանով կարող ես ինչ-որ բան անել, ոչ թե քեզ պիտի տղամարդը անի բիզնես նվիրի, կամ ասենք, չգիտեմ, պապան ինչ-որ բան նվիրի, ու հետո այն աղջիկներին էլ ու մոտ որ ստացվել է, ասում են դե իրան օգնել են։ Ես էս մի անգամ էլ եմ ասել էպիզոդներից մեկի ժամանակ չեմ հիշում։ Պապան կարա 100 հատ բիզնես հիմնի, պապան կարա ֆինանսավորի, առաջնային ներդրումը տա, տո երկրորդային ներդրումը տա, հա, մի տարի պահի այդ բիզնեսը։ Բայց եթե դու բան չես անում այդ բիզնեսի համար, դու չգիտես բիզնեսը ոնց է աշխատում, դու չես ապրում այդ բիզնեսով, դու օր ու գիշեր չես անցկացնում այդ ամեն ինչի մեջ, որովհետև շատ եմ տպավորությունը, որ բիզնեսը, դե ես բիզնես ունեմ, ու տենց ինչ-որ միտեղ բիզնեսը բանա, նապաստակա կմեծանա իր համար։ Բիզնեսը նապաստակ չի, даже նապաստակը ինքն իրեն չմեծանում, դու կերակրես այդ նապաստակին, խնամ ես այդ նապաստակին։ Ու դե հա, դե իրա պապան ա արել, բայց ես լիքը տենց կանանց ճանաչում եմ, ովքեր ունեցել են առաջնային ներդրում, բայց նույնիսկ այդ առաջնային ներդրումից հետո երբ ուզել են բիզնես ընդլայնել, արել են իրենց ուժերով։ Բացառապես իրենց ուժերով։ Մենք շուտով ունենալու ենք էպիզոդ Դիանայի հետ, բաց չթողնենք, որովհետև այդ ինչ որ ֆանտաստիկ խոսակցություններ նրա մասին, ոնց է մարդը զրոյից հասնում այնտեղ, որտեղ առանց ոչ մի օգնության։
բայց ուզում եմ ասեմ, գիտես, այդ սեփական ուժերին հավատալը ու հավատալ, որ այն ինչ որ կոմոդ լավ է ստացվում, հա, նույն օրինակ, ասենք, չգիտեմ, ինչ որ մի բան թխել, նկարել, handmade ինչ որ բան պատրաստել, դիզայն, հա, ինչ որ, չգիտեմ, հագուստի եւ այլն, կավից ինչ որ բաներ պատրաստել։ Ու վերջացրած ավելի լուրջ բաներով, հա, կարող ինչ որ ավելի լուրջ նպատակներ ունես, ցանկություններ, երազանքներ, չէ, դա ինչ որ փոքրիկ բիզնես է, որը որ պիտի մեծանա, վերջացած գուցե դու միանգամից ինչ-որ մեծ պրոյեկտ ես ուզում։ Ու երբ որ քեզ գիտես փոքր տարիքից չեն հուշում, որ դու քեզանով ինքնուրույն այդ կարող ես։ Այդ մեսեջները փոքր տարիքից, որ դե եթե ամուսինը թողի կանես, եթե ամուսինը տոկնի, ամուսնանամ նենց, որ կարողանամ անեմ։ Նենց ամուսնու հետ, ով որ իմ համար կլինի կոպիտ ասած ռեսուրս, պատժկա եւ այլն։ Ամուսնանաս կգնաս շրջագայության, կամուսնանաս կբան կանես, ինչ կուզես կհագնես, կամուսնանաս մարդդ կթողի, ես կանես, այն կանես, չէ, մարդ կդառնաս, ինչ որ կթողի կլինես մարդ, չթողի կլինես ապրանք, այսինքն այդ գիտակցությամբ ու հասնում ենք այնտեղ, որ ինքնուրույն ոչ մի բան չի կարող անել կինը։ Ու շատ եմ ուզում իրականում այս խոսակցությունը խոսենք ու իրար հասկանանք, որ ցանկացած բան ինչ դուք մտածում եք, որ կարող է դրանից ստացվել ինչ որ ձեր համար եկամուտի աղբյուր ու դուք հավատում եք դրան ու դա ձեր մասին է, հաստատ դրա մեջ արժի ներդրվել ու ոչ մեկին չլսել։ Այստեղ մի քան ֆանտաստիկ օրինակ է մեր ոդկասթի օրինակը հենցն էլ, որովհետև երբ մենք սկսում էինք, ոչ մեկ չէր հավատում, որ սա ինչ-որ բան դառնալու է։ Ու ոչ մեկ չէր հավատում, որ հայալեզու կոնտենտը սիրվելու է, ընդունվելու է, ոչ մեկ չէր հավատում, որ եթե դրա անգլերեն լեզվով կա պետք է անձես լսեն։ Այսինքն երբ դուք ձեր գաղափարին հավատում եք, երբ այդ գաղափարը ձեր ուղեղում ցենց ծիածաններ ու սալյուտներ ա խփում, ու երբ դուք հստակ ունեք գիտակցություն, որ օթից ոչ մի բան չի ընկնում, ու իրոք օթից ոչ մի բան չի ընկնում, որտեղ էլի անդրադառնալով մեր ոդկասթին, այն դժվարությունները, հոգեբանական ու ոչ հոգեբանական հաղթահարումները, նույնիսկ միմյանց մեջ այս հարթակին առնչվող կոնֆլիկտները, որ պիտի նենց անենք, որ մեր անձնական հարաբերությունների վրա դա չհասնի, բայց երկու տարբեր մարդ ենք, բնականաբար ունենք հակասություններ։ Այդ ամեն ինչը մի հատ հսկայական ճանապարհ է, ու երբ մտնում ես այդտեղ, պետքա պատրաստ լինես ուղղակի ֆիզիկապես, բարոյապես, հոգեբանորեն, որ այո, լինելու են լիքը մարտահրավերներ, լիքը դժվարություններ, լինելու են ճնշված պահեր, լինելու են ավոր ուրախ պահեր, հպարտ պահեր, ու այդ հպարտ ու ուրախ պահերին պետքա բռնվել նրանցից ու հասկանալ ինչի համար ենք այն տխուր պահերին դիմանում, ոնց որ օրինակ ես ու Նելին ենք անում շաբաթում։ Ես ուզում եմ ասել, որ իրականում շատ կանայք իրենց պատկերացնում են իրանց սեփական գործի ղեկավար։ Ու մտածում են, որ այդ գործի համար որ այդ կնոջ համար չի, որ կինը չի կարող սկսել, որ պիտի ինքը անպայման աշխատի ինչ որ մի աշխատավայրում ֆիքսված աշխատավարձով, բայց ներքուստ երազանք ունի ուրիշ բան ունենալու, ինքը հստակ ունի տեսլական ոնց պիտի դրան հասնի։ Ու այդ ցանկությունները շատ ճնշվում են կանանց մեջ իրականում։ Ու այս ցանկությունները նաև շատ ճնշվում են, ենթադրում եմ ինչ որ մարդկանց մոտ նաև ֆինանսական ներդրումների տեսանկյունից, այստեղ միակ բանը որ կարող եմ ասել, կարելի է սկսել այն ամենամինիմալից։ Ու եթե դուք այդ պահին չունեք ֆինանսական ռեսուրս, ինչ որ շատ ավելի մասշտաբային մի բան սկսելու, ու ինչքան մասշտաբային է, որ արածդ այնքան մեծ են ռիսկերը, այնքան մեծ են կորստի ռիսկերը, այնքան մեծ է ֆեյլի ռիսկը ու համահավասար մեծ է նաև հաջողության ռիսկը, հա, ամեն ինչ իրար այդպես համահավասար գնում է։ Եթե չունեք ներդրում, սկսեք ինչ որ փոքր բանից, ու եթե դուք հավատում եք այդ փոքր բանի ստեղծած արժեքին, եթե դուք ներդրում եք ինքներդ ձեզ այդ ամենի մեջ, ինքը աճելու է ինչ որ կետի, երբ սկսեք արդեն իրան մոնետիզացնել, գումար վաստակել դրան։ Այն պահին, երբ դուք սկսում եք դրանով գումար վաստակել, ու շատերից եմ լսում, դե ասենք, չգիտեմ, ունեք handmade ինչ որ բան են սարքում, ու դու տեսնում ես, որ շատ լավն է, ինքը սիրով է անում, հավատով է անում, պահանջարկ ունի դա, բայց ինչ որ չի կարողանում շո բան ընդլայնի, հա, արտադրամաս ստեղծի, դե տենց փող չկա, դե ծնողներս էլ չեն կարողանում, շո բոլորի մոտ պատտվում է, որ կամ ես իմ փողը պետքա ներդնեմ, կամ պետք է ծնողներս ֆինանսան, կամ դե ամուսինս ֆինանսա, որ եթե ամուսին չունեմ, ծնողներս ի վիճակի չեն, մնում ենք այն կետում, որտեղ կանք։ Այս ներկայիս կապիտալիստական աշխարհի բիզնեսի բոլոր օրենքներին հակասում է, որովհետև ոչ մեկ իր անձնական ֆինանսը չի դնում բիզնես շրջանառության մեջ, հա, անձնական ֆինանսը։ Ոնց որ իմ ասում էր իմ ամերիկացի ղեկավարը, քանի կրեդիտը կա, բոլորս լավ ենք։ Այսինքն այդ ու Հայաստանում այդ վարկի կոնցեպտը շատ դեմոնիզացված է, շատ։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր ֆինանսական, հա, բիզնես վարկերի
Ոչ բոլոր ֆինանսական կառույցներն են այնքան ինչ որ վստահելի, լիքը խաբեություններ են լինում ու դա էլ ֆինանսական գրագիտության պակաս է, որ տրիվիալ պայմանագիրը մարդիկ չեն կարդում, հա, օրինակ գովազդով կարողա տեսնեն 3% տոկոսադրույք, այնտեղ F-բանը էֆեկտիվ տոկոսը 103% է, բայց այդ մանր տողը ոչ մեկ չի կարդում, ու տենց վերջում ասում են դե բանկերը քաշում են, բանկերը գցում են եղբայր կարդա պայմանագիր են տվել, կարդա նոր ստորագրի։ Ու այդ ամեն ինչի արդյունքում այդ բիզնես վարկերի հանդեպ շուտ դեմոնիզացված մոտեցում կա, որ չեմ տակից դուրս գալու հաստատ, ինչ որ սննկանալու եմ, այն ինչ ունեմ դա էլ եմ կորցնելու, ավելի լավ մնամ այս կետում։ Իրականում Հայաստանում կան հիանալի ֆինանսական կառույցներ, պարկեշտ աշխատող ֆինանսական կառույցներ, ովքեր աշխատում են ֆինանսական գրագիտության սահմաններում, ոչ թե հաճախորդներին կլպելու սահմաններում ու այս վերջերս հենց այդ է նայում, որ նույն Էվոկաբանկը ունի հենց կանանց համար, գործարար կանանց համար վարկի տեսակ, ու եթե դու ունես ինչ-որ բիզնես, որը արդեն ինչ-որ եկամուտ գեներացնում է, ինչ-որ միկրո ձեռնարկատիրություն, դու կարող ես գնալ դիմել այդ վարկին, ստանալ ֆինանսավորում, վերջապես քո այդ երազանքը կատարածել առանց նայելու աջ ու ձախ, ումից կարելի է փող վերցնել, կամ սպասել մինչև բիզնեսդ ինքնուրույն այնքան կաճի, չէ, որովհետև նախ ռիսկը գործի կեսն է, եթե դուք ուզում եք մեծ բան ես կյանքում, պետք է անեք մեծ քայլեր, փոքր քայլերով փոքր բաների ենք հասնում։ Այդ ես չեմ ասում, այդ ստանդարտ բիզնես մոտեցումն է, չես կարանես այսքան քայլ ակնկալես, այսքան բան։ Ու այդ էլ է շատ սխալ մոտեցում, հա, որ դե ես գնում եմ առավոտը գործի, դիքոնը 6-ին գալիս եմ տուն, ու տենց իմ մոտ ոչ մի չի ստացվում, ես այս 400,000 դրամից ավելի չեմ կամ ստացում։ Եթե դու գնաս առավոտը 7-ին գործի, դուրս գաս իրիկունը 12-ին, այդ 400,000-ը չի կարա 400,000 մնա։ Հա, ես շատ պայմանական թվեր եմ ասում ու չեմ ուզում որևէ կերպ խոցեմ ինչ որ 400,000 դրամ աշխատավարձ ստացողն ու ինքը բավական բարձր եկամուտ է այս բան Հայաստանում, բայց ասածս են լավ 100 դրամով, ստանում եմ 100 դրամ ավել բան ունենալու համար, ցիտենք Նելի փառահեղ միտքը, պետք է անել ավել բան, անել այն ինչ չենք արել, գնալ այն ռիսկին, որ չենք գնացել երբևէ։ Ու վախերը հաղթահարելու լավագույն եղանակը այդ անել այն, ինչ ամենաշատն է վախացնում։ Եթե ձեր ամենամեծ վախը վարկ վերցնելն է, որ բիզնեսը ընդլայնել, հենց այսօր զանգեք Էվոկաբանկ, վերցրեք այդ վարկը, ընդլայնեք ձեր բիզնեսը, մեզ էլ ինչ տակ։ Ես վատ բան խորհուրդ չեմ տա։ Ես գիտես ինչից եմ ուզում խոսենք այդ մշտական այդ խնդրից, որ կինը պիտի ընտրի կամ ինքը հաջողակ մայր է ու ընտանիքում սիրված կին, կամ ինքը հաջողակա կարիերայում։ Գիտես, ես իլյուզիաների կողմնակիցը չեմ, կյանքում հնարավոր չի անել ամեն ինչը իդեալական 100%-ով, դա միշտ արվում է ինչ-որ մի բանի հաշվին, հա, հիմա ես ու դու ենք ստեղ նստած ինչ-որ մի բանի հաշվին, ինչ-որ մի բան չանելու հաշվին, այս պահին։ Ու դա միշտ ընտրության մասին է խոսքը։ Բայց այդ գիտես, երբ նախ իրանք են կանգնացնում այդ ընտրության առաջ, բացի դրանից երբ միգուցե ամուսինն է կանգնացնում այդ ընտրության առաջ։ Սոցիումն որովհետև եթե դու աշխատում ես, դու վատ մայր ես։ Չեմ կարող ասել դա համընդհանուր տարածված բան է։ Ես միանշանակ ընդունում եմ դա, ում ավելի համահունչ է ու իր եսին ավելի համապատասխան է, հա, լինել իր երեխայի մայրը։ Ու շատ կանայք կան, ովքեր իրոք աշխատում են ստիպված, ելնելով ինչ-որ ֆինանսական հարցերից, ու եթե այդ կնոջը հարցնես, ինքը անկեղծ ուզում է դուրս գա աշխատանքից ու իրան նվիրի այն 24 ժամ, հաստատ դու էլ ասած կաս, տենց մամաներ կան, որ հիմա փոխանակ երեխուս հետ խաղա այստեղ եմ նստած եւ այլն, հա։ Եթե դրա մասին չի խոսքը, եթե այդ անձի տեսակի մասին չի խոսքը, ես ճիշտն ասած չեմ հասկանում այդ ընտրության հասկացողությունը առհասարակ, որովհետև իմ համար այդ խոսակցությունը նրա մեջ չի, որ դու ընտրում ես երեխային, թե ընտրում ես աշխատանքը, դու ընտրում ես քեզ։ Կինը, ով սովոր է աշխատել, ով ունի ամբիցիաներ, ամեն կին չի ու ամեն տղամարդ չի, որ ունի ամբիցիաներ, հա, ամեն մարդ չի, որ ունի ամբիցիաներ, բայց եթե կինը իր տեսակով այնպիսինն է, որ ունի ամբիցիաներ, նման կնոջը համոզել, որ ինքը կարող է լինել երջանիկ իր երեխաների հետ ու իր ամենաիդեալական տան մեջ, անհնար է։ Ինքը ունի ուրիշ իր եսը, ուրիշ բանի մասին է։ Ու եթե դու այդ եսը ճնշում ես, ինքդ ես ճնշում կամ գնում ես ինչ որ չգիտեմ զիջումների ու դա անվանում ես ես ընտրեցի երեխային, այդ ոչ թե դուք երեխային ընտրեցիք, դուք չընտրեցիք ձեզ։ Այն բան է նայում, այտենց Deep Parenting-ի podcast-ի host-ին Աննային Բրիլը նայեցի, որտեղ խոսում էր ծնողավարության մասին, մի հատ այնպես ֆանտաստիկ միտք ասեց,
sense լրիվ ուրիշ կողմից իմ համար էլ հա չլինելով ծնող կամ ինձ դիտարկելով որպես ապագա ծնող լրիվ ուրիշ հայացքի անկյունից տեկեցի ասում եմ ծնողավարությունը բոլորը ասում են որ երեխային լավ լինի երեխան հոգեբանորեն առողջ լինի ու ամբողջ վեկտորը տանում է դեպի երեխան ծնողավարությունը բայց ծնողավարության առնվազն 50%-ը դա ծնողի մասին է, որ ծնողին պիտի լավ լինի, ծնողը ինքն իրեն ներդաշնակ պիտի զգա, ծնողը բավարարված պետք է զգա, ծնողը ռեալիզացված պետք է զգա, հա, ու այդ այնքան ճիշտ տեսանկյուն է նայել նաև աշխատանքի բանով, հա, պարադիգմով, որ եթե այդ կինը երջանիկ չի կամ ներդաշնակ չի կամ չի զգում իրան լիարժեք բավարարված 24 ժամ full time մամա լինելով այդ երեխան չի կարալ երջանիկ լինի, եթե նույնիսկ այդ կինը փոշիները սրբելով այդ երեխայի վրայից ման գա ու ամբողջ իր ժամանակն ու ռեսուրսն ու էներգիան նվիրի այդ երեխուն։ Չի կարա այդտեղ երջանիկ լինի, որտեղ մամա երջանիկ չի։ Իսկ մասնապես առաջին 3 տարում այդ էներգետիկ կապը անհամեմատ ավելի ուժեղ է ազդում, այդ էներգետիկան ավելի ուժեղ է ազդում այդ երեխայի հոգեկերտվածքի, հոգեկառուցվածքի ձևավորման վրա, քան այդ փչած փոշիները կամ անընդհատ իրար հետ անցկացրած ժամանակը։ Դա իմ արդեն սուբյեկտիվ համոզմունքն է, չլինելով ծնող, չգիտեմ։ Ուզում եմ ասեմ, որ պետք չի ունենալ իլյուզիա, որ եթե դուք աշխատում եք, դա լավ որտեղ բերում շատ շուտ բըրնաութի, հա, չգիտեմ հայերենը չեմ ասելու։ Այ հոգեբանը հուզական այրան, հա, որ դու 100% փորձում ես լինես իդեալական աշխատավայրում, հետո գալիս ես ուզում ես լրացնես տանը, այն քո չարածը, որ ես վատ մամա եմ, հա, ինչ որ իմ երեխայի ժամանակը կտրում եմ, հա, ովքեր աշխատում են, իրոք կտրում են ժամանակը իրանց երեխայից, բայց այդտեղ իրոք առաջնայինի ու երկրորդայինի հարց է, ու կյանքում կան պահեր, երբ այդ առաջնայինն ու երկրորդայինը կարող է տեղերով փոխվի, հա, երբ երեխան փոքր է, դա ուրիշ առաջնայինություն է, երբ դուք նոր կարիերայի ստեղծման փուլում եք, դա ուրիշ առաջնայինություն է, ու ես անպայման ուզում եմ խոսել, մենք միշտ ասում ենք, այս էլի եմ ասում, մեր կարծիքն է, հա, կարող եք չհամաձայնվել, բայց ես միշտ նաև դրա պատճառով եմ շուտ ամուսնություններին դեմ, որովհետև երբ դու չես կառուցել քոնը, չես հասկանում դու ինչ ես ուզում, չունես ինչ-որ մի բան բացի այդ անձնական կյանքից, ու միանգամից մտնում ես անձնական կյանքի կառուցման մեջ, հա, ամուսնանում են, այնտեղ, չգիտեմ, 20-21 տարեկանում մի երեխա, 2 երեխա, այնտեղ ծիկրետի հետևից, ու հետո դու այդ երեխաները մեծանում են, գնում են դպրոց։ Դու 30 տարեկան կին ես, նայում ես քո կողքերը, ու մեծամասամբ հիմա արդեն ունես ընկերուհիներ, ովքեր ունեն ինչ-որ ուրիշ զբաղմունք։ Ունեն իրանց աշխատանքը, ունեն ինչ-որ տեղ, որտեղ իրանք կարող են ընտանիքից զատ գնալ, հա, ինչ-որ տեղ, որտեղ կարող են կայանալ։ Իսկ դու չգիտես ինքդ քո հետ ինչ անես։ Ու այդ եթե Աստված չանի մի հատ էլ ընտանիքում է խնդիր լինում, հա, այն չի ոնց ինչ որ դու էիր պատկերացնում, այն չի ինչ որ դու էիր ուզում։ Այն իդեալականությունը չի։ Մայրությունը չի այն ինչ որ դու էիր պատկերացնում, որովհետև 20 տարեկանում մենք բոլորս այդ մայրությունը պատկերացնում ենք sense ինչ որ տիկնիկի հետ մոտավորապես ինչ որ sense հարաբերություններ ու մենք էլ պարզվում է որ մայրությունը դրա մասին չի։ Ու դու փախուստի տեղ այդ քո իրականությունից, որը մի քիչ չարդարացրեց քո սպասումները չունես ու դու նայում ես մյուս աղջիկները ես ունեմ իմ շրջապատում տենց ընկերուհիներ չասեմ բոլոր ընկերուհիներս աշխատում բայց ամեն դեպքում նման ծանոթներ հա ու ես իրանց մեջ ակնհայտ տեսնում եմ չբավարարվածության զգացողությունը երբ դու չգիտես դու ով ես դու ինչ ես ուզում իսկ ու շարունակես քո կյանքը տանել օքեյ հա այդ քո ասած գալեչկաները դրեցիր համասարն ավարտեցիր ամուսնացար մի երեխա 2 տարի հետո երկրորդ երեխան իսկ հետո ինչ Դե այստեղ են դեպքն է, երբ այդ պատանեկական կամ շատ երիտասարդական իլյուզիաները բախվում են իրականության հետ, ընտանեկան կյանքի, ու ես չեմ ուզում որբեկի դեմոնիզացնեմ ընտանեկան կյանքը, բայց այն, որ ինքը այդ փուչիկներն ու պոնիները ռոզովի չեն, այդ միանշանակ, իսկ երբ դու տենց ես պատկերացնում ու բախվում է այդ իրականությանը, այ ահա շատ ճիշտ ես ասում, գալիս համագում ենք այն հարցին, բա հիմա ինչ
Բայց ոչ կարիերա ունեմ, ես ոչ աշխատանք ունեմ, ես ոչ դժվար է հետո աշխատել սկսելը։ գիտեմ, ես չգիտեմ ոնց աշխատեմ, չգիտեմ, որովհետև երբ դու 16-18 պատկերացնում տարեկանից իրանց ես մեջ։ աշխատում, դու ավելի ճկուն ես, հա? Դու ինքդ գիտակցում ես, որ դու երեխա ես հələ, այդ գիտակցությունը հստակ կա քո մոտ։ Դե ես դեռ երեխա եմ, թե հիմա ամեն ինչ առջևում է, կլինի, ես թղթերն էլ փոլեցնեն վրաս։ լցնեն գլխից, շատ փող գտնան, քիչ փող գտնան, մինչև սկսում ես ձևավորվել այդ աշխատանքային միջավայրում որպես բիզնեսին մոտ կանգնած մարդ, որպես մասնագետ, որպես մարդով գիտի ինչ ա ուզում այդ աշխատանքից, հա, ոչ մեկ 16 տարեկանում չգիտի ինչ ա ուզում աշխատում, 16 տարեկանում որ ուզում է փող։ Հա։ Ու ինչ որ ես աշխատում եմ այդ ինքնուրույնություն եւ այլն եւ այլն։ Բայց 30 տարեկան դու չունես այդ ճկունությունը, դու չունես այդ համբերությունը, դու չունես այդ էներգիան, հա։ Ոնց որ 23 տարեկան երեխա ունենաս ու 35 տարեկանում երեխա ունենաս։ 23 տարեկանում դու ունես հստակ այդ էներգիան գիշերները չքնել, լինել այդ առույգ մաման, այս խմբակը տանել են, խմբակը 35 տարեկանում 8 ժամից, ես հիմա որ պատկերացնում եմ երեխա ունենամ, 8 ժամից պակաս քունս լինի, ես չգիտեմ, սարսափելի մամա եմ լինելու, եթե այդ երեխան այդ 8 ժամը գիշերը մի քիչ ես սարսափելի մամա կլինեմ։ 23 տարեկան դա տենց չէ լինի, որտեղ մենք Friday night ենք անում մինչև Saturday առավոտ գալիս ցնցող ենք, դու գնում գործի։ Նորմալ էր, լավ էր, էներգիան կար։ Նույնը այնտեղ այդ էներգիան կա, այդ անդադ ավելանեմ, էսելանեմ, գնամ 2 աշխատանք աշխատեմ, կայանամ 30 տարեկանում դու չես ուզում այդ ամեն ինչը։ Չես էլ պատկերացնում ոնց է այդ աշխատելը, չես տրամադրում քեզ, ինչից սկսես, տանից դուրս գաս, ոնց ես գնալու կոլեկտիվի հարցեր կան, իհարկե կան, այդ 20-ային տարեկան ամուսնացած աղջիկներն են, որ ամբիցիաներ չունեն։ Այդտեղ այդ իլյուզիանը հետո կանեմ։ Իհարկե ունեն, ու երբ դու 32-33 տարեկանում որոշում ես, որ հետուն հիմա է ու ես պիտի սկսեմ անել, ու գնում ընդունվում ես ինչ որտեղ աշխատանքի, որտեղ 24 տարեկան ինչ որ մեկը քո ղեկավարն է։ Ու այդ իրականության մեջ չի կարող այդ բախումը չլինի իդեալագիչսկեն, որ ոնց էլի ես 24 տարեկան ու տենց արտահայտություն չկա, լակոտեն ասի ես ինչ անեմ, էդ էլ է պետք շատ ուժեղ անձնային աշխատանք, որ հա ես գնալու եմ, ինձնից փոքր մարդիկ ասելու են ես ինչ անեմ, որտեվ երբ ես էի իրանց տարիքում, ես ուրիշ բան եմ ընտրել։ Ես էլ ունեմ այն ինչ իրանք չունեն, ու միգուցե իմ տարիքում չունենան։ Եթե ունես, այդ շատ կարևոր է, որովհետև իրականում այդ 20 քանի տարեկանում այն ինչ որ դու կառուցում ես, մեծամասամբ 30-ում սկսում է քեզ դուր չգա։ Դրա համար այդքան շատ են բաժանությունները 30 պլյուսում 20 քանի տարեկան կազմած ընտանիքների։ Ու նաև էս աշխատելու հետ կապված, որ անդրադառնալով հարցիդ ինչ է քեզ տվել այս կողմեկում, մենք բոլորս ունենք, հա, անձնական կյանք, անկախ նրանից ինչ տեսք ունի, կա այնտեղ ամուսին, չկա այնտեղ ամուսին, կա իկում ունենք անձնական կյանք եւ գործնական կյանք, ու բոլորս ունենք անձնական կյանքում ինչ որ դժվար ճգնաժամային պահեր։ Աշխատանքը միշտ այն ապահով տարածքն է, որտեղ դու կարող ես մոռանալ թեկուզ ինչ-որ մի բան, որտեղ ամեն պահի չի, որ դու պատրաստ ես ճգնաժամիդ հետ առերեսվել, մտնել, փորել, ռեֆլեքսիայի ենթարկել, խորանալ, մեկ-մեկ դու պրոստը չես ուզում առնչվես այդ անձնական կյանքի ճգնաժամի հետ, ու աշխատանքը հաստատ այն ապահով տարածքն է, որ դու գիտես ինչ էլ ընդեղ լինի, սա կա։ Սա չլինի, ես ուրիշ բան էլ կարամ անեմ։ Մենակ աշխատանքը չէ, նույնն էլ վերաբերվում է նրան, որ եթե զբաղվում ես առհասարակ կենտրոնանալ ինչ-որ մենակ մի բանի վրա, նույնը վերաբերվում է անձնական կյանքին ու ընտանիքին, դրա համար ինչ-որ այդ կյանքի ինչ համար են կյանքը առհասարակ բաժանում ասպարեզների, հա, նեղ չգիտեմ, գնաք ցանկացած քոուչի մոտ հաստատ սկսելու է դրանից, հա, գնահատել կյանքի բոլոր ասպարեզներն, ընկերներին, ընկերական հարաբերություններ, անձնական հարաբերություններ, աշխատանք, այդ շատ կարևոր է, լիարժեք զգալու համար, աշխատել կյանքի բոլոր ասպարեզների վրա, ոչ թե sense ինչ-որ ամբողջությամբ, հա, որովհետև այդ դու այդ օրինակն ես բերում, բայց ես էլ կարող եմ հակառակ օրինակը բերել, այսօր ես բան հակադարձողը կլինեմ։ Ամեն աշխատանք չի որ ռեսուրսային է, ամեն աշխատանք չի որ կարող է քո համար լինի ինչ որ safe space միանշանակ, վերջի այդ աշխատանքի տեղը կարող անենց ճգնաժամեր լինեն, որ անձնական կյանքում հələ մի հատ պիտի փորձես տենց ճգնաժամի մեջ ընկնես, ու այդ պարագայում էլ օգնում է, երբ որ դու ունես ինչ որ հակառակ կողմը դրա։ Առհասարակ երբ որ դու գերկենտրոնանում ես ինչ-որ մի բանի վրա, ինչի համար են այդ մամաները, գերլարված մամաները, են որ չգիտեն այդ երեխու հետ ինչ անեն, ոնց անեն սուս մնա, ոնց անեն տունը մենակ մնա, որովհետև ամբողջ
ամբողջությամբ կենտրոնանում են երեխայի ընտանիքի են, որ մի պահ է գալիս, որ արդեն ստեղ է հասել կոպիտ ասած, աշխատանքն էլ է ստեղ հասնում։ Ինչ որ մի պահ է գալիս, որ դու արդեն հա ինչ որ այնքան 24 ժամ այնքան ես ներդրված ինչ որ մի բանի մեջ, որ ուզում ես ասես կլինի այս ամեն ինչը, ասենք մի հատ մի պահ կանգնի։ Դրա համար երբ որ դու կենտրոնանում ես ինչ որ մի բանի վրա, ինքը երբեք չի կարող ունենալ լավ հետևանքներ, եթե ժամանակավոր չի։ Եթե ասենք չեմ իմ կյանքում հիմա փուլ է, որ ես կենտրոնանում երեխային, չգիտեմ, նորածին երեխային մեծացնելու կամ իմ կարիերան նոր եմ սկսում կառուցեմ ու հիմա ինձ պետք է 100% կենտրոնանալ իմ կարիերայի վրա։ Ու այդ խոսույթը, որ ինքը ընտրության մասին է, որ դու պիտի ունենաս կամեն, դու հաջողակ պիտի լինես կամենտեղ աշխատող կանայք, ովքեր ընտանիք չունեն, աննկարագրելի դա են փորձում ցույց տան, ցուցադրեն, հա տեսեք ես ինչ հաջողությունների եմ հասել, ինչեր ունեմ, արժե զրկեն մաքսիմալ այնտեղ, չգիտեմ, այդ չաշխատող մամաներին, հա, չաշխատող մամաները այդ մի հատ ուրիշ ծայրահեղություն է, այդ ուրիշ իրականություն է, իհարկե։ Ես կասեմ մեծամասամբ։ Մեծ մասը, ոչ բոլորը։ Հա, այդ չարժե զրկողներ կան չարժե զրկողներ, բայց միանշանակ լինել նվիրված մամա, մի քանի երեխաների ընդ որում, արի ընդունենք, հա, 5 երեխա ունեցող մաման չի կարող աշխատել, եթե օգնող չունի, դա անհնար է։ Բնականաբար խոսքը, եթե դու ընտրում ես, չգիտեմ, լինել շատ երեխաների մամա, այդտեղ պետք է հասկանաս հետևանքները, որ, չգիտեմ, եթե օգնող չունես։ Ու շատ դժվար է, եթե դու քեզ ամբողջությամբ նվիրում ես ընտանիքին ու երեխաներին, դա միանշանակ էլի full time աշխատանք է։ Ոչ մի կերպ դա չարժե զրկելով, եթե ընտրել եք անկեղծ ու ընտրել եք այդ ինքնուրույն հասկանալով, որ դա ձեզ համահունչ է։ Բայց քանի որ հիմնականում տենց չի ու իրանք չեն ընտրել, ձևն է տենց, որ պիտի մաման իրա, որ գիտես չքննադատեն, որ ինքը փոքր երեխային թողեց ու գնաց աշխատանքի, որ ինքը իր երեխայի հետ այդքան չի զբաղվում, անընդհատ հա սիրտ չունի եւ այլն, այդ սկսվում է այդ яжմաջ արտահայտությունը, ինքը շատ իդեալական։ Հիմա գիտես, ես այդ արտահայտությունն ասում, բոլորը հասկանում են ինչ տեսակի կնոջ հետ ենք մենք, որովհետեւ դա հստակ տիպաժ է, իսկ այդ ինչի համար է, որովհետեւ դու զգում ես չկայացվածությունը ու գոնե այնտեղ ես ուզում կայանաս, գոնե այնտեղ ես ուզում ուրիշներին կայացվածությունը այդ մեկը համեմատվելն է ուրիշների հետ, որ քո սոցիումում, հա, ինչ որ նեղ շրջանակում, մեծ շրջանակում էական չի, այդ սոցիումի անդամներից դու ինչ որ մի բանով տարբերվում ես, ավելի կայացած ես կամ կայացման ճանապարհին ես, այնտեղ չգիտեմ, ես իրենց ավելի լավ մասնագետ եմ, ես իրենց ավելի լավ պաշտոնի եմ, դա բոլորս ունենք։ Եթե դու այդ ասպարեզում չես կայանում ու դու ունես ամբիցիաներ, այդ ամբիցիաները տեղափոխվում են երեխայի վրա ու ընտանիք։ Այդ մամաներն են, ովքեր իրանց երեխայից պահանջում են բոլոր խմբակներին գնալ, այդ մամաներն են, ովքեր իդեալական նկարներ են տեղադրում Instagram-ում են, իմ իդեալական հագած ամուսինը ու ես, քննադատում են մյուս մամաներին, որ դու նենց չկերակրեցիր, նենց չհագցրեցիր, նենց չմեծացրեցիր, ինչպես է կարելի լինել այսպիսին, բոլորին պատմում են ինչքան դժվար է իրանց մայրությունը, այդ ամեն ինչը նրանից է, որ այն ամբիցիան, որ պիտի դա աշխատանքի տեղն են անում, հա, ամենաուժեղը, ամենախելացին, չգիտեմ, արագը լինում են աշխատանքի վայրում, երբ որ դու դա կայացնելու տեղ չունես ու դա տեղափոխում ես տուն, այդ անհնար է ընտանիքի ներսում դա չխանգարի ինչ-որ դինամիկաների։ Դրա համար են, որ բանը ասում են, չէ, որ ավելի լավ է կինը գնա աշխատանքի, այնտեղ էներգիան ծախսի գատունը, ամուսնուն տունը թողի հանգիստ։ Ես իմ օրինակով գիտեմ, այդ տենց է, հաստատ։ Ես էլ ինչ-որ երկար ժամանակ եթե արձակուրդի մեջ եմ լինում, ես իմ վրա հստակ զգում եմ, ոնց եմ ես սկսում այդ իմ ամբիցիաները տեղափոխեմ տուն։ Ես իմ անձնական օրինակով չգիտեմ դեռ մի օր կիմանամ։ Բայց ուզում եմ ասեմ, որ աշխատանքի վայրում էլ կան մարդիկ, ովքեր ամբիցիաներ չունեն, այսինքն իրանց օքեյ է լինել կատարող, հա, 20 տարի X պաշտոնի վրա, այդպես էլ գնան թոշակի այնտեղից, հա, դա մարդկանց տեսակներից էլ է, ոչ բոլորն են ամբիցիոզ, ոչ բոլորն են ձգտարի նույն տեղն աշխատել։ Ես դա չեմ պատկեր, չեմ քննադատում, բայց ոչ մի ձև չեմ պատկերացնում։ Ես ճանաչում եմ այդպես մարդկանց, հա, հիմնականում այդպես ֆինանսական կառույցներում աշխատող, օրինակ, հաշվապահություն մասնագիտության մեջ կան շատ, այսինքն ավարտելուց հետո ժող ինստիտուտը ընդունվել է այդտեղ, ասենք, չգիտեմ, 91 թվին դեռ ընդեղ է ու դեռ լինելու է այնտեղ։ Ինքը վաստակաշատ
օրինակ գանձապահը։ Ամենայն հարգանքով սա որևէ քննադատություն չի, բայց տարիքի մարդկանց ես կարող եմ հասկանալ, դա բացատրություն ունի ինչի են իրանք այդ ստաբիլությունը միշտ սիրել ու պատկերացրել, որ տենց պիտի լինի ու վերջ, բայց երբ մեր տարիքի մարդիկ են այդ մոդելից բռնվում, երբ որ կան ինչ-որ տարբեր հնարավորություններ էլի ու երբ դու զգում ես, որ քո համար սպառել է այդ աշխատանքը իրան, նույնիսկ դու կարող ես աննկարելի երջանիկ ես այդ աշխատավայրում այդ գանձապահի պաշտոնին։ Բայց շատերը ուղղակի գծի վրա անգած են։ Ես չեմ կարող պատկերացնեմ դա, որովհետև չեմ ենթադրում վստահ եմ, որ այդ մարդիկ, ովքեր 20 տարի նույնտեղ աշխատում են, ու ես կատեգորիկ տարբեր խառնվածքներ ու բնավորություններ ու հոգեկառուցվածքներ ունենք, ու այստեղ չկա որևէ քննադատություն մարդկանց հանդեպ, ովքեր 20 տարի նույնտեղ են աշխատում, եթե իրանք երջանիկ են, բայց այստեղ կա հարցեր, էլի քննադատություն չկա այն մարդկանց, ովքեր չեն ուզում տեղ աշխատեն, ովքեր հոգնել են, ովքեր անընդհատ դժգոհում ու բողոքում են, դες մարդկանց գիտեմ շատ երջանիկ են, ամեն առավոտ տենց հպարտ, ուրախ, առույգ գնում են այդ գործերը, որտեղ 20 տարի աշխատում են։ Բայց կան մարդիկ, ովքեր նեղված, ընկճված, բողոքելով, դժբախտ գնում են այդ աշխատանքին ու պատտվում ասում են գործ չկա, դե ուրիշ, դե ստեղից դուրս կամ ուր գնամ, դե այսքան փող ինձ ով կտա, դե հազիվ հարմարվել եմ, հա, այսինքն էլի գալիս ենք ընտրության հարցին, որ ինչ-որ ուրիշ բան ունենալու համար ուրիշ բան է պետք անել, կոմֆորտ զոնայից է պետք դուրս գալ ու կոմֆորտ զոնան բնավ պետք չի որ լավը լինի, ծանոթ է, իրանք գիտեն այդ գործի տեղը ով ինչով է շնչում, իրանք արդեն հին աշխատող են, ինչ որ ադապտացվելու խնդիր չունեն, այն որ իրանք երջանիկ չեն այդ աշխատանքի վայրում, այդ շատ երկրորդային իրանց առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Ես այդ գործ չկա թեման գիտես, ինչ ուղղությամբ եմ ուզում շարունակենք ու ինձ թվում է այս դրանով ու ավարտենք, հա, որտեղ մեզ շատ են գրում, չգիտեմ ինչով եմ ուզում զբաղվեմ, չգիտեմ ինչ է ինձ դուր գալիս, աշխատում եմ, իմ աշխատավայրում զգում եմ, որ ինձ դուր չի գալիս, բայց ինչ է ինձ դուր գալիս, չգիտեմ։ Ես այստեղ մի բան կարող եմ հստակ հաստատ խորտամ, վստահ եմ դու էլ իմ հետ կհամաձայնվես, կարող ես հասկանալ այն ինչ որ քեզ պետք է միայն տարբեր բաներ փորձելով ու անընդհատ աշխատելով տարբեր տեղերում ընթացքում, ինչ որ մի աշխատավայրում հասկանալու ես, որ օքեյ, այս դրվածքը ներսի կոլեկտիվի իմը չի, այս տիպի աշխատանքը իմը չի։ Ուրիշ տեղ հասկանալու ես, որ այստեղ մի քիչ ոնց որ ինչ որ արվեստը քիչ է, ես ավելի ստեղծագործ մարդ եմ, այս տիպի աշխատանքը իմը չի, փորձել այնքան, մինչև կհասկանաս, որ ներքին ձայնը կսկսի հուշի, ինչ որ մոտավոր կսկսի կառուցի, ինչա քեզ պետք։ Ես դա հստակ գիտեմ իմ օրինակով, որ ես ուսանող տարիներին չեմ աշխատել, դե բժշկականում այդ մի քիչ դժվար բան է։ Ես սկսեցի հասկանալ ինչ եմ ես ուզում մենակ այն ժամանակ, երբ որ սկսեցի աշխատեմ։ Գլխում պատկերացնել, դե այդ սենց մի հատ բան է, այն իմ ուզածը այսենց ինչ որ տեսք ունի, հա, մինչև դու չես սկսում աշխատել, ռեալ աշխատել, ինքնուրույն աշխատել, ոչ թե ուսանողի կարգավիճակում ու օգնական է, էլի, ես իմ դեպքում նկատում եմ ինքնուրույն աշխատել, չես սկսում հասկանաս ինչա քեզ պետք։ Պետք է սկսել գործել ուղղակի, այտենց նստելով, սպասելով, որ չգիտեմ ինչ եմ ուզում, որտեվ այդ գիտես այդ սիկրետում մնացած մամաներ շատ հաճախ ասում են ուզում մի բան անեմ, չգիտեմ ինչ եմ ուզում անեմ, հա։ Մի բանից պետք է սկսել։ Երբեք, նույնիսկ եթե միտքն էլ գա, այս բանն եմ ուզում, ինքը մեկը ռեալ չի լինելու, ինքը ոնց որ հողի վրա հստակ միտք չի լինելու այնքան ժամանակ, քանի չսկսեք փորձել։ Ես այսա 19 տարի լրացավ այս տարի որ աշխատում եմ, նոր իմ վերջին երևի կես տարին իմ ուղեղում սկսել է ուրվագծվել հստակ այն, ինչով ես ուզում եմ զբաղվեմ, մինչև իմ կյանքի վերջը, մինչև էլ ունակ չլինեմ զբաղվել դրանով։ Նոր ու դա էլ կարա 10 տարի հետո փոխվի։ Ու դա էլ կարա 10 տարի հետո փոխվի, բայց այն որ ինչ որ տենց գտել եմ ինչ-որ բաներ, որ հստակ իմ մասին են, հաշվի առնելով, որ ես առնվազն 1, 2, 3, 4, 5 ոլորտում աշխատել եմ, 6 շատ տարբեր ոլորտում։ Դա էլի փորձելն է, անընդհատ փորձելն է։ Հա, այո։ Կարծում այսքան այս թեմայի շուրջ դեռ այո, հիշեցնենք, որ եթե են առաջին ասելու դեպքում լավ չէիք լսել, չեք բաժանորդագրվել, անպայման հիմա բաժանորդագրվեք, որովհետև ձեր մեկ բաժանորդագրությունը օգնում է ինչ-որ մեկ հոգու, որպեսզի ինքը իր կյանքը ավելի լավը դարձնի, փոխի դեպի ավելի լավը մեր կարծիքների, մտքերի ու զրույցների արդյունքում, նաև ուզում ենք հիշեցնել, որ մեր այս էպիզոդի գործընկերն է Էվոկա բանկը, վստահ եմ, որ տենց մարդ Հայաստանում չկա, որ Էվոկային չգիտի, հաշվի առնելով ես որպես մասնագետ կասեմ, այդ շատ կրեատիվ, շատ սիրուն թե սոցիալական էջը, թե իրանց արտաքին գովազդները ու էլի անդրադառնալով նույն թեմային, եթե դուք ունեք փոքրիկ ինչ-որ բիզնես
ու երազում եք ավելի մեծի մասին ու երազանքներ ունեք, մի վարանեք գնալ ռիսկերի, եթե դուք իսկապես հավատում եք այդ երազանքին ու այստեղ շատ կարևոր է ունենալ մարդկանց, ովքեր հավատում են ձերպես ձեր իդեային ու ինչ էլ լինի ձեր կողքին են ու շատ կարևոր է ունենալ լավ գործընկեր, իդեմս այս պարագայում արդեն Էվոկա բանկի, որտեղից կարող եք կանայք կարող են կանանց համար, գործարար կանանց համար նախատեսված բիզնես վարկից օգտվել շատ հարմար տոկոսներով առանց այդ դեմոնիզացված ինչ-որ պատկերների, բիզնես վարկերի, այնպես որ անհապաղ զանգահարեք մեր նկարագրության մեջ էպիզոդի կարող եք գտնել թե Էվոկայի կայքը, թե տվյալ վարկատեսակի մասին մանրամասն ինֆորմացիա, հիշեցնում եմ մեզ էլ ինչ տակ։ Եվ մեր գործընկերոջ կողմից այսօր ունենք խաղարկություն, Էվոկա բանկը հաղթողին նվիրում է 30,000 դրամին համապատասխան նվեր-քարտ, որը կարող եք օգտագործել ցանկացած խանութում, ցանկացած գնման համար, գնաք ձեզ առնեք ինչ-որ գեղեցիկ նվեր, նվեր-քարտի մասին է խոսքը։ Ուրեմն պայմաններին մասնակցելու համար խնդրում կոմենտներում նշեք ինչպիսի բիզնես կուզենայիք ունենալ, եթե ունենեք համապատասխան ինչ-որ գումար, հա, բայց հետաքրքիր բաներ խնդրում նշեք, որտեղ ընտրելու ենք ամենահետաքրքիր կոմենտը։ Այսինքն, եթե չլինեիք սահմանափակված ձեր գումարային հնարավորություններում, ինչպիսի բիզնես կամ, չգիտեմ, պրոյեկտ կուզենայիք իրագործել, հաղթողին կընտրենք 1 շաբաթից, խնդրում ենք ու անպայման բաժանորդագրվեք եւ մեր Instagram-յան էջին եւ Էվոկայի Instagram-յան էջին, հաղթողին, որովհետեւ այդ պայմաններով էլ ենք ընտրելու, 1 շաբաթից ձեր հետ կապ կհաստատենք։ Այսօր այսքանը։ Bye.